Սա արդեն կարելի ասել վերջին պրոցեդուրաներից է, ընթացքում կերև է, այսինքն ընդմիջում ենք տալու, տեսնենք հետագայում ինչպիսի առաջընթաց կա, ու եթե պակաս գործ լինի, որը կարելի ավելացնել կամ լրացնել, կանենք ընթացքում, բայց արդեն Դավիթը ահագին վերականգնվել է, իր ոսկորները սկսել են աճել, աճը վերականգնվել է, այսինքն կրունկներում եթե տեսնենք, համեմատենք սկզբնական շրջանում ու հիմա, արդեն ոսկորները վերականգնվում են, դա մենք դրան հասել ենք հոմեոպաթիայի միջոցով, սրունքի մկանները էլ այդքան լարված չեն, այսինքն ինքը որ քայլում է, ավելի թաթը ուղիղ է դնում, համեմատաբար քան առաջ թաթի վրա էր քայլում, որովհետև սրունքների մկանները իրանք լարված էին, եւ մեջքն է, եթե նայում ենք, ընդհանուր առմամբ ողնաշարը ինքը ավելի ազատ է աշխատում, այսինքն նյարդային թելերը, սահմանափակումներ չենք տեսնում, եւ վիզը առաջ ավելի բռնված էր, քան հիմա, սովորաբար սրունքի մկանները բռնում են, երբ որ ողնաշարն է ինքը կոմպրեսիայի տակ աշխատում, հիմա աշխատենք, մի հատ վերջում նորից ստուգենք, տեսնենք ոնց է, Այժմ նորից ենք ստուգում, բայց արդեն մերսման ընթացքում էր պարզ, մկանները ավելի էլաստիկ են, կարևորը իրավ հետին երկար մկանները վզի լավ զարգացել են, այս մեր ընթացքում իրանք ավելի ամրացել են, այստեղ կար թերաջ նույնպես հիմա արդեն ահագին էլաստիկ են դարել, դա էլ վերականգնվել, ու ոտքերը շատ անհամեմատ աշխատանքի ժամանակ էլ է երևում, որ էլաստիկությունը ավելին է, բայց աշխատելու տեղ էլի կա, մենք հնարավոր է ընդմիջումով աշխատենք, որովհետև արդեն վերականգնումը պրոցեսը միացել է, սկսվել է, այսինքն ընթացքում հնարավոր է ավելի վերջնական լինի, ինքը քայլելուց մի հատ վերջում կտեսնենք, որ ինչպես է քայլում, մի հատ հոդերը ստուգենք, հոդերը ազատ են շարժվում, վերջ, հիմա մի հատ մանուալ թերապիան անենք, այժմ խնդրենք թող քայլի, տեսնենք փոփոխությունը, Դավիթ ջան, միջև այդ սեղանը գնա ու իմ կողմ արի, սենց ուղիղ։ Հիմա արի հետ, սերջ, արի։ Հանգիստ, մի վրազը։ Տեսնում ենք, որ մի քիչ էլի
այսինքն լարվածություն կա, բայց այդ կարգի չի, արդեն ինքը հաթը ամբողջությամբ բարբերաբար դնում է գետին, ընթացքում ավելի կլավանա, բայց հիմնական այդ բարդ շրջանից իրան հանեցինք, իրանը ավելի բարդ էր, որովհետև ոսկորների թերաճ է կար կլուբների կողմից։